ճշմարիտ որդատունկը, կարդացեք Ավետարանս Հովհաննեսի 15-րդ եւ 16-րդ գլուխները, ինչպես մաքրվել։ Հիսուսը նման է խաղողի որդատունկի, որը կյանք է տալիս բոլոր ճյուղերին, բայց եթե ցանկանում ենք Քրիստոսի հետ լինել, պետք է մաքրվենք։ Մեղքը ապականում է մեր սրտերը, իսկ Աստված ատում է մեղքը։ Ինչ պետք է անել Աստծո որդուն մոտ լինելու համար։ Հովհաննեսի Ավետարանի 15-րդ գլուխ 3-րդ խոսքում Տերն ասում է, որ մենք կարող ենք մաքրվել իր խոսքով։ Հովհաննեսի Ավետարանում Քրիստոսը շատ է պատմում Աստծո մասին։ Հիսուսն է Աստծո խոսքը։ Հովհաննես 1-ի գլուխ 1-ին խոսք։ Հովհաննեսի Ավետարանը եւ այս դասընթացները կօգնեն ձեզ ճանաչելու Աստծո խոսքը եւ նա կմաքրի ձեզ։ Հովհաննեսի Ավետարանի 15-րդ գլուխ 13 խոսքում Հիսուսն ասում է. ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան մեկը, որ իր անձը դնի իր բարեկամների համար։ Քչերը կարող են իրենց կյանքը դնել մտերիմների համար, իսկ Տեր Հիսուսը մահացավ նրանց համար, ովքեր ատում էին իրեն։ Այդ սերը վեր է ցանկացած մարդկային սիրուց։ Ոմանք սակայն տակավին ատում են Աստծուն եւ ըմբոստանում նրա որդու դեմ։ Եթե դուք երես եք դարձրել Քրիստոսից, նշանակում է Աստծուց եք երես դարձրել։ Քրիստոսը Աստծո որդին միակ ճանապարհն է առ Աստված։ Հիսուսը ուսուցանում է իր աշակերտներին, Սուրբ Հոգին մխիթարում է Քրիստոսին հավատացողներին։ 16-րդ գլուխ 7-րդ խոսք։ Նա նաև աշխարհին հանդիմանում է մեղքի համար։ 16-րդ գլուխ 8-րդ խոսք։ Եթե դուք գիտակցում եք ձեր մեղավոր լինելը, ապաշխարեք եւ ընդունեք Քրիստոսին։ Հայրն ամեն բան իր որդուն հանձնեց։ 16-րդ գլուխ 15 խոսք։ Այստեղ է բացահայտվում Աստծո սերը իր որդու հանդեպ։ Ուստի Քրիստոսին ընդունելով Աստծուն ենք ընդունում, իսկ Քրիստոսին մերժելով Աստծուն ենք մերժում։ Հորից դուրս եկա եւ եկա աշխարհ, դարձյալ թողնում եմ աշխարհը եւ գնում եմ Հոր մոտ, ասում է Հիսուսը 28-րդ խոսքում։ Նա է միածին որդին Աստծո, միակ փրկիչ աշխարհի։ Աշակերտները հավատում էին Քրիստոսին։ Հավատում ենք, թե դու Աստծուց եկար։ 16-րդ գլուխ 30 խոսք։ Իսկ դուք հավատում եք,